10 շախմատային տախտակ, 1 գրոսմայստեր և միաժամանակ ընթացող 10 պարտիա։ Վանաձորի լոֆթ կենտրոնում բացառիկ շախմատային հանդիպում է Հայաստանի, Եվրոպայի և մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի մասնակցությամբ։ Գրոսմայստերը միաժամանակ խաղում է 10 մրցակցի դեմ հերթով մոտենալով յուրաքանչյուր խաղատախտակին։ Մասնակիցների համար սա ոչ միայն մրցակցություն է, այլև բացառիկ հնարավորություն փորձելու սեփական ուժերը Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի դեմ։ Նման հանդիպումները միշտ երկու կողմի համար ոգևորման աղբյուր են, որովհետև երեխաները կարող են տեսնել գրոսմայստերի որոշակի կայացած շախմատիստի եւ միգուցե դա նպաստի հետագա իրենց հետագա ոգևորման աղբյուր դառնալուն։ Ինձ տալու է մեծ ոգևորություն։ Սեանսի ընթացքում յուրաքանչյուր քայլ պահանջում է արագ հաշվարկ և կենտրոնացում։ Մինչ գրոսմայստերը մի քանի վայրկյանում որոշում է հաջորդ քայլը, մասնակիցներն ավելի երկար են մտածում, փորձելով գտնել լավագույն շարունակությունը։ Խաղերին մասնակցելու համար նախապես գրանցվել էր շուրջ 20 շախմատասեր։ Ինձ թվում է կարող եմ մրցել, մրցումներին լավ արդյունքներ էի ցույց տալիս։ Ես կպարտվեմ, քանի որ գրոսմայստերը շատ բարդ հակառակորդ է, բայց ինձ թվում է սա անգնահատելի փորձ է, միանշանակ գրոսմայստերի հետ խաղալը շատ մեծ պատիվ է։ Միևնույն սրահում խաղատախտակի շուրջ նստած են 20 դպրոցականներ և տարիների փորձ ունեցող շախմատասերներ։ Ամենափոքր մասնակիցը 7-ամյա Վարդանն է, ով պարտությունից հետո է գիտակցել սխալը։ Ես այդ խաղը պարտվեցի, որովհետև սկզբում ուշ էի զարգացել, խաղի կեսից էի խաղաքարերս սկսել զարգացնել։ Այս խաղից հասկացա, որ շուտ զարգացնեմ խաղաքարերս։ Ես սկզբից շատ լավ խաղացի, բայց այնտեղ հետո թագուհի տվեցի, եթե թագուհիս չտայի, մատ կլինեի։ Թագուհիս տվեցի, մի քիչ պայքարեցի, վերջում պարտվեցի։ Դե հասկացա, որ այդ դեպքում փոխատեղում չի կարելի անել։ Վատ դիրք կստանանք, թե չէ։ Հայաստանում շախմատը վաղուց միայն մարզաձև չէ, այլև կրթության և մտածողության զարգացման կարևոր գործիք։ Կազմակերպիչների խոսքով նման ձևաչափի հանդիպումները նպատակ ունեն խթանել շախմատի նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես երիտասարդների շրջանում, և հնարավորություն ստեղծել մարզերում հանդիպելու միջազգային մակարդակի մարզիկների հետ։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։